Կառավարության որդեգրած հակակոռուպցիոն ու արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակներում որոշվեց կրճատել ծառայողական ավտոմեքենաներ գրեթե բոլոր գերատեսչություններում։ Armtimes.com կայքեջում հրապարակված ցուցակում ներառված են կրճատված ու վաճառքի հանված ծառայողական մեքենաները։ Ուսումնասիրելով ցուցակում ներառված մեքենաներն ու դրանց կառավարության կողմից նշված վաճառքի գները համադրելով շուկայական գների հետ, ստացանք բավականին հետաքրքիր պատկեր։ Mercedes-Benz 124 մակնիշի 1995 թվականի արտադրության ավտոմեքենան կառավարությունը գնահատել է մոտ 8300 ամերիկյան դոլարին համարժեք դրամ։ Այս մեքենայի շուկայական ամենաբարձր գինը սակայն մոտ 5500 ամերիկյան դոլար է։ 2003 թվականի արտադրության GAZ 3110 ավտոմեքենան, որով երթևեկող բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե չեք հանդիպի, կառավարությունը պատրաստվում է վաճառել 4 միլիոն 744 հազար դրամով կամ 9800 ամերիկյան դոլարով։ Այս մոդելի մեքենաների շուկայական արժեքը լավագույն դեպքում 4500 ամերիկյան դոլարին համարժեք դրամ է։ Նույն պատկերն է օրինակ 2007 թվականի GAZ 3102 մակնիշի մեքենայի դեպքում, որը շուկայական 5000 ամերիկյան դոլար արժողության պարագայում կառավարությունը որոշել է վաճառել 10000 ամերիկյան դոլարով։ VAZ 21099 մեքենայով երթևեկող պաշտոնյա Հայաստանում եւս դժվար է պատկերացնել։ Այս մեքենան կառավարությունը պատրաստվում է վաճառել 3.5 միլիոն դրամով, այն շուկայում արժե լավագույն դեպքում 2 միլիոն դրամ։ Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը խոսելով վաճառքի հանված հին մեքենաների մասին նկատում է, այս քայլով կառավարությունը ցանկանում է մեկ գնդակով երկու նապաստակ սպանել։ Երբ որ սկսեցին խոսել ծառայողական մեքենաների մասին, ոչ մեկը չէր պատկերացնում, որ մեր պետական իշխանությունը դրա տակ կարող է նկատի ունենալ նաև 20-30 տարվա հնության բեռնատարները ու համարել, որ դա ծառայողական մեքենայի կրճատել։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մեքենաների արդեն դուրս գնման ժամկետը հասել էր ու որոշվել է մեկ զարկով երկու նապաստակ սպանել, այսինքն մի կողմից այդ ուտիլ ասածից հրաժարվել, մյուս կողմից դա ներկայացնել որպես պետական ծախսերի արդյունավետ տնօրինում։ Բավականին հին արտադրության մեքենաները շուկայական գներից մի քանի անգամ թանկ արժեքով վաճառքի դնելու երևույթն էլ Թունյանի համար անհասկանալի է։ Ասում է այսօր շատերը նոր արտադրության մեքենաները չեն կարողանում ցածր գնի դեպքում անգամ վաճառել։ Եթե հիմա կառավարությանը կհաջողվի այդ գնով այդ մեքենաները ուրեմն վաճառել, ուրեմն պետք է միայն նրանց ծափահարել, որովհետև այսօր մարդիկ անգամ արտասահմանյան ավելի թարմ, ավելի հարմարավետ մեքենաները չեն կարողանում վաճառել, այս դեպքում կստացվի, որ մեր կառավարությունը բավականին պրոֆեսիոնալ մեքենա վաճառող է ու այդ գումարների վերջո բյուջե են գնում, բայց եթե ավելի լուրջ մոտենանք, ինձ թվում է դա հաջորդային տարբերակով գինը նվազելու է, դա հասնի մի ինչ-որ սահմանի ու ինչ-որ ողջամիտ գնով դա վաճառվի, չնայած այնտեղ կան մեքենաներ, որ ես օրինակ կարծում եմ, որ մի բան էլ պետք է կառավարությունը ինքը գումար տա, որ այդ մեքենան ինչ-որ մեկը համաձայնվի վերցնի, օգտագործի, տանի ինչ-որ միտեղ ուտիլիզացնի։ Խոսելով վարչապետի հայտարարությանը հաջորդած կառավարության քայլերի մասին, Թունյանը նկատում է, հասարակությունն ակնկալում է տեսանելի ու արդյունավետ գործողություններ։ Այս պահին ամեն ինչ դեռ հայտարարությունների մակարդակում է։ Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։